Այս ցուցահանդեսը, Օգոստոս ամսվա ցուցահանդեսը, որին հետո հետևելու է սեպտեմբեր ամսվա մի այլ ցուցահանդես, նվիրված են ուղղակիորեն ՆՓԱԿ-ի 20-ամյակին։ Այս ցուցահանդեսը անդրադառնում է անցումային շրջանի արվեստին, անցումային ասելով նախագծման, կայսրության շրջանի և հետո, որի հետ համընկավ ՆՓԱԿ-ի ստեղծումը 92 թվականին, առաջին քայլերը ՆՓԱԿ-ի ստեղծման։ Նպատակը բնականաբար է, որ ցույց տանք ՆՓԱԿ-ի նախնական շրջանում 92-ից մինչև 95-6 թվականները անցուդարձը ինչ է եղել, բայց միևնույն ժամանակ էլ ՆՓԱԿ-ի երևույթը դնել կոնտեքստի մեջ այն մշակույթի զարգացման, որը հատկապես ժամանակից արվեստը, որը սկսվել է 70-ական թվականների վերջին կամ 70-ական թվականներին Երևանի Հայաստանի ժամանակից արվեստի թանգարանի ստեղծմամբ, հետո կար մեկ խումբ, հոգ խումբ, բայց ակտիվ կոչվում Սև Կարապուսի, հետո եղավ երիտասարդական, այսպես ասած, կարող եմ ասել երիտասարդական շարժում, որը երրորդ հարկն էր, և նրանից հետո արդեն անցանք անկախության շրջանը, նրանից հետո չէ, ինքը երրորդ հարկն շարունակվեց անկախության շրջանում և ստեղծվեց ՆՓԱԿ-ը, կամաց-կամաց զարգացավ և աճեց և բազմացավ մասնակիցների թիվը մինչև այսօր։ Ուրեմն հաջորդ ցուցահանդեսը, որը սեպտեմբերին է լինելու է Սոնյա Բարասանյանի ՆՓԱԿ-ի հիմնադրի համադրությամբ և կազմակերպությամբ, որը կոչվում է 9 գումարած 20։ 9 ներկայացնում է առաջին ցուցահանդեսի 9 արվեստագետների թիվը, իսկ 20 տարին, որ անցել է հետո դրանից։ Ես շատ կարճ եմ խոսելու, որտեղ հետո կցանկանայի, որ իմ գոլեգաներն էլ արտահայտվեն։ Ես անվանել եմ առաջին 9 արտիստներին, արվեստագետներին ռահվիրարել, ժամանակից արվեստի, այսինքն հետ անկախության ժամանակից արվեստի, իհարկե դա չի նշանակում, որոնք որոշները, որոնք այդ ցանկի մեջ չկան, դեռ չեն ունեցել, այլ իմ կարծիքով մոտավորապես 40 արվեստագետ են, որոնք հիմնական ավանդ ունեն ՆՓԱԿ-ի ստեղծման մեջ։ Մենակ Բարասանյանները չեն կարող։ ՆՓԱԿ-ը պետք է տեսնել հայ ժամանակակից արվեստի կամ ավելի շուտ հայ մշակույթի համայնապատկերում, որպես այն շղթայի մեկ ակը, որը սկսվել է Ուխտասարից և հասել է մեր օրերից։ Դրա համար էլ ենթավերնագիրը այս ցուցահանդեսի Ուխտասարից մեր օրերն։ Ես փորձեմ մի քիչ արվեստաբանական, բացատրեք, ՆՓԱԿ-ի կարևորությունը հայկական ժամանակակից արվեստում, որն պարոն Բալասանյանը նշեց, որ անկախությունից հետո ձևավորված հաստատություն է և պետք է շեշտեմ, որ այն քիչ կազմակերպությունից է, որ կարողացավ պահպանել իրեն, հասկանում եք, մինչև այսօր դեռ շարունակում է սովետական արվեստի հաստատությունների գոյությունը, կարծես թե արվեստագետները հիմնականում հավաքված են այդ կառույցներում, ինչպես են միությունները և այլն, ու մենք անկախության շրջանում ունեցանք մի այդպիսի զարթոնքի նման շատ բաներ բացվեցին, բայց արագ նաև փակվեցին, իսկ ՆՓԱԿ-ը կարողացավ դիմանալ ու իր շուրջ հավաքել է բազմաթիվ արվեստագետներ, ովքեր հետաքրքրված են ժամանակակից արվեստով, նույնիսկ կարողացավ ունենալ ժողովրդի մեջ տարածված մի կարծիք իր ոճի մասին, որ կա ՆՓԱԿ-ի ոճ։ Կուզենայի խոսել մի փոքր այդ ոճի մասին։ Դա ժամանակակից արվեստն է, contemporary art այս տերմինով, որպեսզի հասկանանք, որ դա առանձին արվեստի մի ուղղություն է, ուր արվեստագետը կարևորվում է և տրադիցիոն նյութերը, ասենք կտավ, յուղաներ և այլն,
հիմնական շատ ավելի քիչ տեղ է զբաղեցնում, քան թե նոր տեխնոլոգիաներով արված արվեստի գործեր կամ հենց ինքը արվեստագետը իր պերֆորմենսներով, իր մասնակցությամբ ներկայացումով։ Ուրեմն շատ կարևոր է, որ մեր հասարակությունը ձեր միջոցով, լրատվամիջոցների օգնությամբ կարողանա այդ պահը ընդգծել և մատուցել, ասենք, եթե մենք խոսում ենք Լեոնարդո դա Վինչիի մասին, շատ լավ օրինակ է, որտեղ Լեոնարդո դա Վինչի, մենք կարևորում ենք նրա արած ամեն ինչ, գրված, ասենք, թե տեքստերը, նրա նախագծերը, որովհետև կարևորում ենք արվեստագետին։ Հետո, եթե գալիս ենք մինչև մեր օրեր, ուրեմն բոլոր մեծ արվեստագետները դրանք անհատականություններ են և ոչ թե առարկան, որ ասենք թե կտավ, յուղաներ կամ մարմար, այլ արվեստագետը ինչին որ գտնում է, նա կարողանում է վերափոխել նյութը և դրանով ասել իր խոսքը հասարակությանը։ Ուրեմն ժամանակակից արվեստը իր ակցենտը միշտ դնում է արվեստագետի վրա, հնարավորություն է տալիս, կոնկրետ նպատակը օրինակ, այն արվեստագետներին, որոնք ասելիք ունեն, խոսք ունեն, կարողանան ցանկացած նյութով, դա կարող է լինել տեքստ, կարող է լինել, ասենք թե արխայիկ նյութեր, ինչպես հող, փայտ, այնպես էլ շատ գեր ժամանակակից նյութեր, վիդեո, կոմպյուտեր եւ այլն, արտահայտել իրենց ներաշխարհը, իրենց հարաբերությունը ուրիշ մարդկանց հետ եւ հասարակության։ Սա բացառիկ մի երևույթ էր 90-ականների սկզբում, որովհետև պետք է ընդգծեմ, որ եւ ժամանակակից արվեստի թանգարանը եւ երրորդ հարկը, այս այդ Կառակոսի, որ ասեց պարոն Բալասանյանը, դրանք հիմնականում ավելի տրադիցիոն նյութերով աշխատող արվեստագետների ուրեմն հաստատություններ էին, ու դե գիտեք, սովետական փակ պահպանողական միջավայրը դիմադրում էր ու դժվար էր արվեստագետներին ավելի այդ անհատականացման պրոցեսի ուրեմն մասնակիցը լինել։ Իսկ անհատականացման պրոցեսը գնում էր ինչպես հասարակության մեջ, այդպես էլ արվեստում։ Եվ ահա ՆՓԱԿ-ը կարողացել է մի քանի, ես իբրև արվեստաբան համարում եմ 3 շրջան է ունեցել, որից առաջի շրջանը կարծում եմ այդ հիմնադրման շրջանն է, ու եթե դուք ուշադրություն դարձնեք, հենց 9 ցուցահանդես, որ կոչվում է, ուրեմն 4 արվեստագետներ երրորդ հարկից էին, 4 արվեստագետներ ժամանակակից թանգարանի շուրջ ձևավորված գեղարվեստի էսթետիկական կենտրոն էր կոչվում, այդ կենտրոնի ուսուցիչներ էին։ Երբ Տիկին Բալասանյանը մեջտեղում կանգնած, կարողացավ հավաքել ինչ-որ առումով հակամարտող այս երկու ինստիտուցիաների, արվեստագետներին և սկիզբ դրեց մի շատ հետաքրքիր նախաձեռնության սինթեզի, ուրեմն դեց ավելի արվեստաբանական տերմիններով ասել մոդեռնիստ և պոստմոդեռնիստ տենդենցին հարող արվեստագետներին ու հաջորդ արդեն երբ որ այս շենքը ձեռք բերվեց, դա 95-ի վերջում, 96-ին, միանգամից բորըն տենց զարգացում ունեցավ, որովհետև շատ ուշադրության կենտրոնում հայտնվեց նորարար փորձարարական արվեստի կենտրոնը, նորից այլի մի քիչ մեծ սերունդի արվեստագետները կարծես թե գերակշռող էին, բայց արդեն 90-ականների երևի վերջից, 99-ից սկսած երիտասարդ ավելի արվեստագետներ սկսեցին կարևորվել, որովհետև և դարձան կազմակերպիչներ, ցուցահանդեսի կուրատորներ, հատուկ ուզում եմ շեշտել Դավիթ Կարեյանի դերը, իբրև երիտասարդ, շատ ակտիվ և շատ տաղանդավոր արվեստագետ, որը մեծ ներդրում է ունեցել, և իբրև արվեստագետ, և իբրև համադրող, ու ես հույս ունեմ, որ ինչքան դժվարություններ լինում է, դե գիտեք արվեստը տնտեսական պատճառներով միշտ առաջի տուժող
ուրեմն ֆենոմեն է, երևույթն է հասարակության մեջ, հույս ունեմ, որ ոչ միջազգային ճգնաժամերը, ոչ Հայաստանում, ասենք թե տնտեսական անկումները չեն կարողանա ազդել եւ չեն կարողանա նենց անել, որ ասենք նփակը թուլանա, որովհետեւ նփակը միշտ տեղ է տվել անհատ արվեստագետներին, տեղ է տվել տաղանդավոր արվեստագետներին, իսկ Հայաստան եւ հայ ժողովուրդը շատ ունի տաղանդներ ու նրանք կարողանան պահել եւ զարգացնել։ Ես նախ առաջ ուզում եմ շնորհավորել բոլորիս 20-ամյակի կապակցությամբ եւ կուզեի խոսել նպատակի դերի մասին որպես մշակութային միջավայր, քանի որ առանց միջավայրերի շատ բարդ է առհասարակ եւ արվեստի ստեղծագործությունները տեսանելի դարձնել եւ ունենալ վեճեր կամ խոսակցություններ արվեստի կապակցությամբ Սովետական միության փլուզումից հետո, քանի որ բոլոր հին ինստիտուցիաները իրենց սիստեմի հետ սպառած իրավիճակի մեջ էին, անհրաժեշտություն կար ինչ-որ նոր միջավայրային տարածք ունենալու եւ այդ միջավայրային տարածքը դարձավ նպատակը եւ ի ուրախություն բոլորիս ինքը 20 տարին շատ մեծ հատված չէ, բայց 3 սերնդի արվեստագետների հետ ունենալ կոնտակտներ եւ աշխատանքային հետաքրքիր նախագծեր, ես կարծում եմ դա շատ մեծ մշակութային ձեռքբերում է։ Բացի դրանից ես կուզենայի նշել, ովքեր որ չգիտեն, ուղղակի որպես պատմական եւ փոքրիկ արվեստային էքսկուրս, որ այն երևույթը, որը այսօր դարձել է սովորական համադրող կուրատոր հասկացողությունը, ինքը իրենով սկսեց աշխատել հենց նպատակի տարածքում, որովհետև մինչ այդ արվում էին ցուցահանդեսներ նման կուրատորական գործունեության, բայց իրական կոնտեքստին համապատասխանող կուրատորական գործունեությունները սկսվեցին նպատակում, որոնք հնարավորություն տվեցին այն արվեստագետներին, որոնք ունեին բացի իրենց անհատական ստեղծագործություններից նաև մշակութային որոշակի տեսլականներ իրագործել իրենց նախագծերը տարբեր սոցիալական, քաղաքական, արվեստային, մշակութային խնդիրներ բարձրացնելու իմաստով։ Եվ կարծում եմ, որ դա մեծ ձեռքբերում է, քանի որ այն ամենը, ինչ հիմա նպատակից դուրս ինչ-որ զարգացումներ է ունեցել, ես բավական ուրախ եմ և հպարտ եմ, որ այդ բոլորի սկիզբը դրված է եղել նպատակում։ Քիչ կներկայացեք ցուցահանդեսը, ինչ էր, այստեղ ոնց հասկացա ինչ-որ վիդեոներ են, պլաններ։ Այո, ցուցահանդեսում հիմնական մասը վավերագրական նյութեր են, լուսանկարներ և վիդեոնյութեր, մեր անցած ուրեմն այդ 5-6 տարվա պատմությունից։ Բացառություն են կազմում Վենետիկի բիենալները, որոնք ներկայացված են հենց որը սկսվում է 95 թվականից, այսինքն այդ ժամանակահատվածում, և մեր կազմակերպչական մասնակցությունը նպատի ավարտվում է 2009 թվականին։ Ուրիշ բացառությունը մյուս սրահում մեծ էկրանի վրա ցուցադրված վիդեոնյութերն են, որոնք սկսվում են 2000 թվականից, դրանք մեր հիմնադրի Սոնյա Բալասանյանի մտահղացած ձևն է արտահայտության, որը խառը տեխնիկայով մեծ մասամբ պերֆորմանս և արվեստ մի անգամ կատարվելիք միջոցառելի, որոնք սկսվում են ենթարենք ժամը 8-ին 1 օր, ինչպես պատվանքների փլուզումը և վերջացավ ժամը 2-ին։
Էդ էր վերջ։ Այդտեղ մասնակցում էին ավելի քան 10 արվեստագետներ, 10 զանազան եւ զարմանազան նյութերով։ Եվ դա ես կարող եմ ասել ինչ անգամ շատ եզակի է արևմտյան կերպարվեստի արվեստի բնագավառում այս վերջերս մենակ Աբրամովիչ օրինակի համար Նյու Յորքի Մյուզեում Ահմադնարդում նման միջոցառում ունեցավ շատ հսկայական մասշտաբների, բայց այդ ձևը, այդ արտահայտության ձևը հետաքրքիր է թատրոնի նման, սկսվում է մի անգամ վերջանում է եւ իր արտահայտությունը ինչ որ կա այդ էլեկտրոնիկ միջոցներով։ Ուրեմն այս ցուցահանդեսում դուք ունեք այս վավերագրական նյութերը, մենք անվանում ենք 92-ից մինչև 96, բայց ինչպես ասացի մինչև 2009 շարունակվում է 2002-ից 5 տարի էր այնտեղ է շարունակվում։ Բացի դրանից, մենք որպեսզի մենակ ամեն լուսանկարներ եւ անցյալի վիդեոներ չլինեն, հրավիրել ենք արվեստագետներին խնդրանքով, որ եթե կարող են նախնական շրջանի իրենց աշխատանքներից բերեն ցուցադրեն, բոլորի համար դա հնարավոր չէր, մենակ երկու պարագայում, մեկ պարագայում 100%-ով հնարավոր էր Արթուր Սարգսյանի գործը եւ ներողություն երկու պարագայում եւ Վահրամ Ղալստյանի գործը, իսկ մյուսներում արվեստագետներ են, որոնք մեզ մոտ ունեցել են ինստալացիոն բնույթի գործեր, բայց բերել են նոր ավելի, ինչպես Արաքշատյանի եւ Ռուբեն Գրիգորյանի գործն է մյուս սենյակում, ինչպես Համլետի գործն է այստեղ, Սամվել Բաղդասարյանը, հիմք ընդունելով 95 թվի Իրավենետիկի բիենալեում դրած աշխատանքի, ստեղծել է նոր աշխատանք, բայց նույն ոճային սկզբունքներով։ Վերջին սենյակում հանգուցյալ ասում ենք Սաշիկ, բայց Ալեքսանդր Մելքոնյանի ինստալացիան է, որ իր աղջիկը, իր դուստրը, Աստղիկը բերել է և վերականգնել է, և Սոնյա Պալասանյանի գարը ինստալացիան է, մյուս սենյակում, որ դուք կարող եք տեսնել, որը նորից նոր է, բայց սկզբունքը նա է, եթե մասնակցել է այդ փոքրիկ շրջանին, ուրեմն այսօր բերում է իր ինստալացիան, ցանկացած ինստալացիան։ Խնդրանքը եղել է 5 գործ, եղա և Կարինե Մացակյան, բայց ազատ եղել արվեստագետը այսօրվա գործ, իր ցանկացած գործը ներկայացել։ Դա ուրեմն ցուցահանդեսի ընդհանուր կառույցի մասին էր։ 20-ամյա գործունեության ընթացքում ՆՓԱԿ-ը կարողացել է հասնել այն ակնկալիքներին, որոնք կային հիմնադրման ժամանակ, կարողացել է իր տեղը գտնել մեր հասարակությունում և ինչքանով է պահանջարկված այս արվեստը մեր հայ հասարակության համար։ Ուրեմն հետաքրքիր պատմություն պատմեմ, ամեն ինչ տակասի երևի։ Մի հատ այստեղ հանձնաժողով կա կառավարության առընթեր, սոցիալական ներդրումների հանձնաժողով է կոչվում, որտեղ դուք գնում եք դիմում եք, եթե ստացել եք նվիրատվություն, որ կարողանաք հարկերից ազատվել։ Ես հիշում եմ վերջերս, մեկ առիթով ես գնացի ու պետք է ասել ներկայացնես ինչ պրոյեկտ ես ուզում, և նախագահը Վլադիմիր Մովսիսյանից հետո է կազմում Սիմոնյան ազգանով կարծեմ մի անձնավորություն է, ես ասացի ՆՓԱԿ, ասում դե ՆՓԱԿ-ին գիտենք 4-5 տարի է։ Սա է մարդը, որ արվեստի հետ բացարձակապես գործ չունի, վստահված անձ է կառավարության կողմից, որ սոցիալական հնչեղություն ունեցող նախագծերը, բարեգործական նախագծերը վավերացնի թույլից ազատվելու համար։ Եվ այդ մարդը արդեն ասում ամեն գիտենք ՆՓԱԿ-ի մասին։ Եվ շատերն էլ գուցե չգիտեն ՆՓԱԿ-ի հապավում ինչի հապավում է, բայց ՆՓԱԿ բառը ճանաչում է։ Խնդիրը ինչ է, ժամանակակից արվեստը ցանկացած երկրում լինի ամենաառաջադեմ առաջատար եվրոպական երկիրը կամ մեր նման զարգացող երկիր կամ հետամնաց երկիր, ասենք Աֆղանստանը, ժամանակից արվեստը այդ մթնոլորտներում միահամուռ չի ճանաչվում և չի գնահատվում, բայց դա մեր աշխատանքն է, որ գանք և ներկայացնենք և ասենք, որ այսպես էլ կարելի է մոտենալ արվեստին։ Հիշում եմ մեկ գործ երրորդ ցուցահանդեսի ժամանակ, այն գայերը որ տեսնում եմ,
Այո, այդ ցուցահանդեսի։ Մի հատ գայլ էր, լծված կենթանի, մի հատ գայլի բաներ, Սոնյայի գործն էր, հայրիների դեմ էր դրված, եւ դու որ անցնում էիր կամ գայլին էիր տեսնում կամ քեզ էիր տեսնում հայրիների մեջ։ Մեկ յուղացի մարդ, որին մենք պատահմամբ էինք ծանոթացել, տեսել էր տելևիզիոնում, որ Բարասանյան ցուցահանդես ունի, ասել գնամ արա տեսնեմ ես մեր քույրիկն ինչ անի։ Նրանցերը տեսել էին զանգարում Օննիկ էր անում, Օննիկ Պետրոսյան։ Հովիվ է։ Մենք իրան ասում ենք հովիվ ինքը երկաթուղու վարորդ է, բայց իրան ասում ենք հովիվ, որտեղ մենք իրան տեսանք չոբանության ժամանակ։ Յուղում ասում էինք, ծարավ էինք, գնացինք թան խմենք եւ այդ մարդին հանդիպեց։ Ինձ զանգարում է, ես հիմնադրամում էի աշխատում, ասում են Անգեր Բալասանյան, գնացի տեսա ինչ լավ ցուցահանդես էր, ասում ինչ ես տեսել, մեր քույրիկի գործը, ասում դա ինչ հասկացար դրանից։ Ասում է Անգեր Բալասանյան, նայում եմ, ասում ես ելը, ես ես, տարբերությունն ինչ է։ Սա մոդեռն արվեստի եւ մի բացարձակապես մի մարդ, որ մենակ գիտի գառը մորթի պատիվ տա քեզ եւ թարմ լավաշ տա ու թան տա խմես իրան յուղում, արդեն սկսում է մեկնաբանել։ Այսինքն արվեստի գործը նայում է ոչ թե այն ընկալումով, որ սա պետք է կտավ լինի, պատին կպցրած կամ ամենաշատը եռաչափ մի հատ գործ քանդա, սկսում է դու իրան գրգռում ես, ոչևորում ես, որ սկսի մտածել, որ այս գործը, որ այստեղ կախած է, այն գործը, շորերը, որ կախած են այնտեղ, կամ այս հավասարակշռված մոբիլը, որ այստեղ դրված է, ունի մեկ պատգամ, մեկ միտք։ Այդ դա ամենամեծ նվաճումն է ժամանակակից արվեստի տարածման եւ զարգացման համար, ձեր հարցի պատասխանը։ ՆՓԱԿ-ը հաջողել է որոշակիորեն մթնոլորտ ստեղծել, ինչպես Արևիկը ասեց, մթնոլորտ ստեղծել այլընտրական եւ տարբեր մոտեցումներով աշխատել արվեստի գործի։ Եվ դրա նմուշները դուք ՆՓԱԿ-ում միլիոն անգամ կարող եք տեսնել։ Հենց այս ինստալացիաները։ Սրանցից ոչ մեկը ավանդական բնույթ չունի։ Ոչ մեկը, բարի լայն եմ ասում։ Բայց եթե մի քիչ սկսեք մտածել եւ մի քիչ դեռ մտքի սահմանները բացել եւ ասեք կարող է պատահի այս արվեստագետը մի խոսք ունի ասել, հələ պետք տեսնեմ ինչ ուզում ասի։ Այն ճոբանի նման ունենալ մեկնաբանություն եւ հանգիստ կասեք ես հասկացա այս ինչ գործ է։ Չգիտեմ պատասխանեցի ձեր հարցին թե չէ, բայց եթե նորից հարցնեք ուրիշ բաներ ես կբացատրեմ։ Տարիներ առաջ ես հիշում եմ, որ ՆՓԱԿ-ի անվան հետ կապում էին, որ չգիտեմ, տարբեր սատանիստական կառույց է, չգիտեմ, ինչ է ինչ-որ սատանիստներ, աղանդավորներ, այդպես վատ համբավել, այսպես ասած։ Հիմա ինչ է փոխվել, հասարակության վերաբերմունքը ՆՓԱԿ-ի հանդեպ։ Ուրեմն գիտեք, որ ՆՓԱԿ-ը 95 թվական 1995-ից ներկայացրել է Հայաստանի Հանրապետություն Վենետիկի միջազգային բիենալեում եւ դա ամենակարևոր համաշխարհային ֆորումներից մեկն է Վենետիկի բիենալեն ու այսա այստեղ կա քանի անգամ տեսեք կազմակերպել է հետեւաբար միգուցե ձեր ասած մարդիկ, որոնք ուզում են վարկաբեկել կամ վատաբանել, նրանք պրոբլեմ ունեն անկախության հետ, միգուցե անկախ Հայաստանի հետ պրոբլեմ ունեն, կամ իրենք մի տեսակ տարօրինակ մարդիկ են, ինքնահաստատման պրոբլեմ ունեն, որովհետև այդ առումով ինչքան է, այսինքն ձեր հարցը արվեստի ուրեմն հարթությունից դուրս հարց է մի քիչ, ՆՓԱԿ-ը ունեցել է գնահատական մեր հասարակության կողմից տարբեր իշխանությունների, այսինքն 3 նախագահի դեպքում էր, այնպես որ
տենց, եթե հին ինստիտուտների կողմից էլ նայենք, ասենք թե սովետական ինստիտուցիաների կողմից, նկարիչների միություն կամ ասենք թե ուրիշ ինստիտուցիաներ, ապա նույնպես այդպիսի կոնֆլիկտ մենք չենք տեսնի այդ հարթության մեջ, հա, այդպես նոտիապաշտական կամ չգիտեմ ինչ հարթություն ասնեմ, տարօրինակ։ Ուրեմն հետևաբար պիտի միգուցե դուք նայեք թե այդ ասողը ինչ է ուզում դրանով ասել։ Թե չէ, իսկ ինչ վերաբերում է հարցի առաջի մասին, թե արդյոք իր առաջ դրված նպատակներին հասավ նպատակը, թե չէ, նպատակը իմ ընկալմամբ իր արդյոք դրել էր նպատակ լինել տեղ, ուր բոլոր արվեստի սիրահարները կամ արվեստագետները, որոնք ասելիք ունեն, որոնք կարող են գործողություն անել, ասենք կարող են ցուցահանդես կազմակերպել, բացի իրենցից ներկայացնել նաև ուրիշ արվեստագետներին, ում որ հավանում են, որտեղ դա բացառիկ բան է, դե Արևիկ Արևշատյան նոր ասաց, որ կուրատոր, հա, համադրող, դա շատ նոր երևույթ էր եւ կարեւոր երևույթ է ժամանակակից արվեստում, ուզում եմ դա ընդգծել, դա ինչ է նշանակում, որ այստեղ հավաքված արվեստագետները բացի իրենցից նաև հավանում են ուրիշ արվեստագետներ եւ կարող են միասին խմբակային ցուցահանդեսներ անել կամ կուրատորական ցուցահանդեսներ։ Սա կարևոր է միասին աշխատելու, հա, առումով, որովհետեւ ժամանակակից արվեստում այդ կոլեկտիվ գործողությունները նաև բերում են հետաքրքիր մտքեր, հետո միգուցե կարող է նրանք առանձնանալ, պարտադիր չի իրանք մնան նփակում եւ ուրիշ տեղերում էլ կարող են ասենք թե նախաձեռնություններ անել։ Ես այնուամենայնիվ ուզում եմ նաև շեշտել Գյումրիի բիենալեն միջազգային, որը ինչ որ առումով հենց դրա շարունակությունը հանդիսացավ Ազատը Սարգսյան, Փահլավոնի Վազգենը ես հասկանում չհիշեցի, միասին եւ Սև Հենդոն, Ալեքսանդր Մելքոնյան, Սաշը, տեսեք, ոնց որ առանձին, հա, բան փորձեցին անել, նաեւ օգնելու, վերակենդանացնելու երկրաշարժից հետո դժուժած Գյումրին, նրա մշակութային, արվեստային, ուրեմն այդ անցյալը եւ մինչեւ այսօր էլ կա այդ բիենալեն, այս տարի էլ կա եւ էլի ժամանակակից արվեստ է, դա ուրեմն չգիտեմ կարողացա պատասխանել թե չէ, ես կարծում եմ, որ այո, իր նպատակներին հասավ նպատակը եւ մի բան ավելացնեմ, եթե ազատ արտահայտություն, եթե նորի ցկտումը աղանդ է, ուրեմն մենք աղանդավոր ոչ մի բան չկա դրանից եւ ոչ մի ամաչելու խնդիր չկա։ Այո, մենք աղանդավոր ենք այդ տեսակետից, որովհետեւ մեկ սկզբունք նպատակում գոյություն ունի այդ մթնոլորտը, որի մասին խոսեց Արևիկը, ես ասում եմ միշտ, եղեք ազնիվ եղեք ձեր զգացմունքի հանդեպ եւ հանդգնեք դրանք արտահայտել։ Դա միակ նախապայմանն է։ Նախապայմանը չէ։ Հանգամանք է, որ մենք ուզում ենք արել։ Եթե դա աղանդ է, այո, մենք աղանդավոր ենք։ Սատանա չգիտեմ, սատանան տես բաներ չի ասի, բայց մեզ ինչու՞ չէ, մեզ մեղադրել են հրապարակավ Հայաստանի Հանրապետություն թերթում, որպես մոլախոտեր, որպես ամերիկյան կոսմոպոլիտանիզմի ագենտներ, Հականե անվանել Սոնյա եւ Էդվարդ Բալասանյանը, որոնք եկել են մեր մշակույթը աղավաղել։ Այդ զոպարտությունը եղել նրանք։ Եվ ես մի բան էլ ավելացնեմ, եթե ոչ մի այդպիսի խոսք չլիներ, ուրեմն մի բան սխալ է։ Մեր գոյությունը հենց նրա մեջ է գտնվում, որ մեզ մի խումբ մարդիկ ասեն դուք սխալ եք, այդպես չի։ Դա մեր էության բնույթ է։ Այս առասար նորարարության բնույթ է։ Հա, դե Մինաս Ավետիսյանին իր ժամանակ բացեք կարդացեք 62 թվի ցուցահանդեսի 5-ի ինչ է մեղադրում, այդ նույն բանը։ Նոր բանը տենց է։ Ճիշտ ասած չի ուզում քաղաքականացնել, այս խնդիրը, բայց բան անխուսափելի է, որովհետև ժամանակակից արվեստը քաղաքականության հետ միշտ կապ ունի։
Այնինչ կապված է տարբեր տեսակի զրպարտությունների հետ, կարող է լինել սուբյեկտիվ, օբյեկտիվ եւ այլն, բայց խնդիրը դա չի։ Ինչպես Արմանն էր ասում, ես համաձայն եմ, որ խնդիրը անկախության հետ է։ Եվ մինչև հիմա մենք հետահայաց, որ անդադ ուսումնասիրություններ են կանում, բոլոր այն տեսակետները, որոնք խոսում են ժամանակակից արվեստի դեմ առհասարակ, իրենք խոսում են անկախության դեմ փաստորեն, որովհետև եթե երկիրը չունի ընդդիմություն, ապա ինքը անկախ կոչվել չի կարող։ Ցանկացած կոլոնիա չես գտնի առանձնապես ընդդիմություն։ Կարող ես ինչ-որ ամբոստություններ գտնես, բայց մտքով դուրս եկող ընդդիմություններ չես գտնի այդտեղ։ Երբ որ սկսում է աշխատել մտքի ընդդիմությունը, նշանակում է, որ անկախությունը եւ երկիրը կայանում է։ Եվ ամեն տեսակի նման տեսակի զրպարտությունները ի վերջո դրանք ես կարծում եմ, որ նոստալգիա են վերադարձնել սառը պատերազմի խոսակցությունը եւ նայել Ամերիկա սովետական միության հակամարտության մեջ, որովհետեւ նման տերմինոլոգիա ես հիշում եմ սովետական միության։ Եվ Մինաս Ավետիսյանի դեպքում իսկապես կարող եք ստուգել հենց այդ նույն հակազգային եւ այլ այդ ամեն ինչ ասել։